Բարեձեզ, բարի գալուստ կարդանք միասին, իմ անունը Աստն է։ Եկեք միասին կարդանք Մորմոնի գրքից երկրորդ նեփի գլուխ 12։ Խոսքը, որ Եսայիան Ամոսի որդին տեսավ Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ։ Եվ կլինի այնպես վերջին օրերին, երբ Տիրոջ տան սարը կհաստատվի սարերի գագաթին և վեր կխոյանա բլուրներից, և բոլոր ազգերը կհոսեն դեպի այն, և շատ մարդիկ կգան ու կասեն. եկեք վեր գնանք դեպի Տիրոջ սարը, Հակոբի Աստծո տունը, և նա կսովորեցնի մեզ իր ուղիների մասին, և մենք կքայլենք նրա շավիղներում, քանզի Սիոնից առաջ կգնա օրենքը և Տիրոջ խոսքը Երուսաղեմից։ Եվ նա կդատի ազգերի մեջ և կսաստի շատ մարդկանց, և նրանք կձուլեն իրենց սրերը խոփերի և իրենց նիզակները մանգաղների։ Ազգ ազգի վրա սուր չի բարձրացնի, ոչ էլ նրանք պատերազմել կսովորեն այլևս։ Ով Հակոբի տուն, եկեք քայլենք Տիրոջ լուսով, այո, եկեք, քանզի դուք բոլորդ մոլորվել եք, ամեն ոք դեպի իր ամբարիշտ ճանապարհները։ Այդ պատճառով, ով Տեր, դու լքել ես քո ժողովրդին, Հակոբի տունը, որովհետև նրանք լի են արևելքցիությամբ և լսում են հմայողներին, փղշտացիների պես, և գոհանում են օտարների զավակներով։ Նրանց երկիրը նաև լի է արծաթով ու ոսկով, ոչ էլ որևէ վերջ կա նրանց գանձերին։ Նրանց երկիրը լի է նաև ձիերով, ոչ էլ որևէ վերջ կա նրանց քարքերին։ Նրանց երկիրը լի է նաև կուռքերով, նրանք իրենց իսկ ձեռքի գործին են երկրպագում, նրան, ինչն իրենց իսկ մատներն են պատրաստել։ Եվ ռամիկ մարդը ցած չի կռանում, և անվանի մարդն իրեն չի խոնարհեցնում, հետևաբար մի ներիր նրան, ով ամբարիշտներ, մտեք ժայռի մեջ և թաքնվեք փոշու մեջ, քանզի Տիրոջ երկյուղը և նրա վեհափառության փառքը կզարկի ձեզ։ Եվ կլինի այնպես, որ մարդու ամբարտավան հայացքները կխոնարհվեն, և մարդկանց մեծամտությունը ցած կհակվի, և Տերը միայն կբարձրացվի այդ օրը։ Քանզի զորաց Տիրոջ օրը
շուտով գալիս է բոլոր ազգերի վրա, այո, ամեն մեկի վրա, այո, հպարտի և ամբարտավանի վրա, և ամեն մեկի վրա, որը բարձրամտածած է, և նա կցածրացվի։ Այո, և Տիրոջ օրը կգա Լիբանանի բոլոր մայրերի վրա, քանզի նրանք բարձր են և վեր խոյացած, և Բասանի բոլոր քաղնիների վրա, և բոլոր բարձր լեռների վրա, և բոլոր բլուրների վրա, և բոլոր ազգերի վրա, որոնք բարձրամտածած են, և ամեն մի ժողովրդի վրա, և ամեն բարձր աշտարակի վրա, և ամեն ցամաքապատված պատի վրա, և ծովի բոլոր նավերի վրա, և Թարսիսի բոլոր նավերի վրա, և բոլոր հաճելի տեսարանների վրա, և մարդու ամբարտավանությունը կխոնարհվի, և մարդու մեծամտությունը կցածրացվի, և Տերը միայն կբարձրացվի այդ օրը, և կուռքերին նա ամբողջովին կվերացնի։ Ներողություն։ Եվ նրանք կմտնեն ժայռերի խոռոչների մեջ և երկրի քարանձավների մեջ, քանզի Տիրոջ երկյուղը կգա նրանց վրա, և նրա վեհափառության փառքը կջախջախի նրանց, երբ նա բարձրանա սարսափելի ցնցելու երկիրը։ Այդ օրը մարդը խլուրտներին և չղջիկներին կնետի իր արծաթե կուռքերը և իր ոսկե կուռքերը, որոնք նա պատրաստել էր իր համար, որ երկրպագի, մտնելու համար ապառաժների ճեղքերը և պատառոտված վիմերի ծեպերը, քանզի Տիրոջ երկյուղը կգա նրանց վրա, և նրա վեհափառության փառքը կջախջախի նրանց, երբ նա բարձրանա սարսափելի ցնցելու երկիրը։ Ձեռք քաշեք մարդուց, որի շունչը նրա ռնգերում է, քանզի ինչով պետք է նա գնահատվի։